Ողջույն սիրելի ընկերներ, ողջույն ուշ երեկոյան Երևանում, նաև իմ սիրելի բարեկամներին Լոս Անջելեսում։ Վստահ հետևում եք այս օրերին Գյումրիում ընտրությունների քարոզարշավ է, այսօրվա իրադարձություններին հավանաբար տեղյակ եք, գետին փռելու բանի այդ կոռուպցիոն գործերի Նիկոլի սովորությունը որ ուներ։ Հիմա միշտ շատ հետաքրքիր է, գիտեք, այս Գյումրի ընտրությունների մասին չեմ խոսացել, բայց հիմա մեկ փոքր բան եմ ուզում ասել եւ դրանով հենց կարճ շատ գուցե մի քանի րոպեների ընթացքում ավարտեմ։ Այս Գյումրի ընտրությունները մի շատ հետաքրքիր եզրակացության ինձ բերեցին, կամ նաև խորհուրդ կտամ դուք մտածեք դրա մասին, անկախ դրանից արդյունքները ինչ կլինեն։ Հավանաբար շատերը չեք էլ նկատել։ Գյումրի ընտրությունները թեժացրել են, եւ այս մթնոլորտը թեժացել է, եւ այսօր այդ ուրեմն դեբատն էլ որ կար այդտեղ էլ նույնպես թեժացավ։ Հիմնականում երկու падգամավորների պատճառով, Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի ներկայության պատճառով եւ մյուս կողմում էլ իշխանական ներկայացուցիչ արդեն Սարիկ Մինասյանի ներկայության պատճառով։ Հիմա Սարիկին դնեն կողմ մի վարքյան, Ռուբեն Մխիթարյան եւ Մարտուն Գրիգորյան։ Ու հետաքրքիր է, գիտեք ինչ, իմ համար, գուցե չեք էլ նկատել, որ այդ երկուսը որ ընտրությունները թեժացրել են եւ լավ են արել որ թեժացրել են, լավ են արել որ մասնակցել են, ներկայացնում են այն քաղաքական ուժը կամ այն խումբը կվայելում են այն խմբի աջակցությունը, որոնք վերջին արդեն մի 45 օր 2 ամիս է սաղից համոզում են, որ ընտրությունները վատ բան է, որ Նիկոլի հետ ընտրությունների չպետք է գնալ, որ Նիկոլի հետ ընտրությունների գնալը ասենք ինքնասպանություն է, որ ընտրությունները քխանտարապես չպետք է դրան մոտենալ, ուրիշ տարբերակներ պետք է մտածել պայքարի համար։ Բայց հիմա հետաքրքիր է ինձ համար, որ նույն այդ խմբերի աջակցությամբ այսօր ընտրությունների են մասնակցում Ռուբեն Մխիթարյանը եւ Մարտուն Գրիգորյանը։ Հիմա ինձ համար հարց է ծագում, եթե ընտրությունները վատ են, եթե ընտրությունների չպետք է գնալ Նիկոլի հետ, բայց Գյումրիում ինչու են կնդացել ընտրությունների Նիկոլի հետ։ Դա նույնն է, չէ՞։ Համապետական ընտրությունները եթե լինեին ազգային ժողովի, մի կողմում Նիկոլներ լինելու, մյուս կողմում ընդդիմություններ լինելու նույն այս խմբերը։ Հիմա էլ Գյումրիում մոտարապես նույն իրավիճակն է, մեկ կողմում կանգնած է Նիկոլ իր ամբողջ թիմով, իսկ այս մեկ կողմում ընդդիմությունն է։ Հիմա ինձ համար հարց է առաջանում, եթե ընտրությունները վատ է, այդքան վատ է, բայց ինչու է գնացել ընտրությունների մասնակցել։ Շեշտում եմ, ես ուրախ եմ, որ ընտրությունների մասնակցել են, ընդհանրապես ընտրությունների մասնակցելուն դեմ չեմ էլ քննադատում, չեմ էլ մեղադրում իրենց ընտրությունների մասնակցելու համար։ Բայց ուզում եմ մեր ժողովուրդը մի քիչ իրենց աչքերը բացեն, վաղվանից եթե Նարեկ Մալյանը, մյուսները, ես ինչ գիտեմ, գալիս են փորձում են ձեզ համոզել, որ ընտրությունները վատ է, Նիկոլի հետ ընտրությունների չպետք է գնալ, իրենց հարց տվեք, բայց դուք ինչու լռում եք, երբ ասենք Մարտուն Գրիգորյան ընտրությունների մասնակցում կամ Ռուբեն Մխիթարյան ընտրությունների մասնակցում։ Ընտրությունը ինչ է տարբերում, եթե մյուս կողմում Նիկոլ Փաշինյանն է կանգնած։ Հետաբար ես կարծում եմ, այս մարդիկ ընտրությունների մասնակցության հարցում անկեղծ չեն ձեզ հետ, առնվազն անկեղծ չեն, եւ ճիշտը չեն ասում, իրենք էլ եթե զգան ինչ որտեղ ընտրվելու շանսեր կա, եթե զգան ինչ որտեղ հաջողելու շանսեր կա, բոլորից ամենից առաջն են վազում դեպի ընտրություններ, բայց եթե տեսնում են այդտեղ իրենց շանսերը հավանաբար ավելի քիչ է լինելու, սկսում են ասել դե ընտրությունը լավ է, չի, ընտրությունը վատ է։ Հիմա Գյումրու դեպքում շատ պարզ է, որ Նիկոլը այնտեղ տապալված է լինելու, կպականները չեն կարողանալու այդ ընտրություններում շահեն, բնականաբար այսպես մի լավ դաշտ կա աշխատելու եւ ընտրությունները շահելու համար, բոլորը վազելով գնացել են ընտրությունների։ Հիմա եթե վաղ ազգային ժողովի ընտրություն լինի, հիմա եթե Ռոբերտ Քոչարյանը օրինակ որոշի մասնակցել, սաղ իրեն քարկոծել են, որ դու ինչու ես գնում Նիկոլի հետ ընտրությունների մասնակցելու։ Խնդրում եմ հաջորդ անգամ, երբ այս մարդիկ ձեզ ասեցին, որ ընտրությունները վատ բան է, իրենց հիշեցրեք այսօրվա մեր փորձը, որ ես կարծում եմ շատ էլ լավ է, շեշտում եմ, ես չեմ քննադատում ընտրությունների մասնակցելը, գնահատում եմ իրենց արածը, շատ էլ լավ է եւ նրանց եթե լսարանի մեջ կան գյումրացիներ, որոնք մասնակցել են ընտրությունների, սրանց խորհուրդ կտամ անպայման գնալ ընտրություններին մասնակցել, пассив չլինեն եւ ձայն տան մեր ընդդիմության հիմա ումի որ ցանկանում են կարող են ձայն տալ, մասնակցեն եւ ձայն տան ընդդիմությանը։ Բայց ամեն դեպքում իմ համար խնդիրը անկեղծություններ եւ կան։ Իհարկե այս թեմային ավելի կանդրադառնամ դեռ մոտ ապագայում խոսացելի մի լայվ եմ ունենալու, դրա մասին ասեմ ու ավարտեմ։ Ուրեմն երեք Էդգար Ղազարյանը պետք է թեմատիկ մի հատ այդպես զրույց ունենար իմպիչմենտի մասին, 1 ժամ ու կես ելույթ ունեցավ, ես բարեբախտաբար 1 ժամ ու կեսը լսել եմ, մեկ անգամ էլ պետք է դնեմ լսեմ հավանաբար, որտեղ պիտի պատասխանեմ իրեն,
Բայց այդ 1 ժամ ու կեսվա ընթացքում դժբախտաբար միայն 10-ից 15 րոպեներ որ թեմատիկ զրույց էր, որտեղ կարելի էր ասել ինչ որ այդպես փորձագիտական ձևով փորձ կատարվեց impeachment-ը ներկայացնել, այդ էլ կրկնված բաներ էր, որոնք 1000 անգամ արդեն ներկայացվել էր հենց իր կողմից եւ մյուսների կողմից, եւ ընդհանրապես նորություն չկար։ Մնացած, ասենք, շուրջ 1 ժամ 15 րոպեն միայն մեղադրանքներ էին անհիմն ընդդիմության ուղված, որ իրենք կարող են impeachment անել, չեն արել, որոնք բոլորը բացարձակ սուտ են, անհիմն են եւ իրականությանը չեն ապահովացնում։ Էդգար Ղազարյանը թեմատիկ զրույցի ժամանակ խուսափեց մի շարք կարևոր թեմաների անդրադառնալուց, հիմա կամ ինքը չգիտի դրանց մասին, ընդհանրապես չգիտի դրանց մասին, օրենքի այդ նրբություններին տեղյակ չի, այդ դեպքում շատ վատ է, այսինքն շատ վատ է, եթե դու չես տիրապետում մի-որ թեմայի մանրամասնությամբ, բայց լուրջ դեմք ընդունելով գալիս ես նստում ես լայվեր ես անում, թեմատիկ զրույցներ ես վարում, եթերից եթեր ես վազում, բայց չես տիրապետում թեմային եւ դրա արդյունքում նաեւ ժողովրդին ապա կողմնորոշում ես։ Կամ էլ տիրապետում ես այդ ամեն ինչին, գիտես, բայց մտածված կերպով, միտումնավոր կերպով, ինչ որ Նիկոլն է անում, մասնավոր կերպով ես, ասի մասնակի կերպով ես ներկայացնում իրականություն, այն բաժինը, որ քեզ պետք է ներկայացնում ես, այն բաժինը, որ կարող է քո վնասի լինի, միտումնավոր կերպով ժողովրդից թաքուն ես պահում, չես ներկայացնում։ Ես ավելի շուտ հակված եմ այս երկրորդ մասին, դժվար թե Էդգար Ղազարյանը տեղյակ չլինի օրենքի այդ նրբություններին, գիտի անպայման, բայց մտածված կերպով շրջանցում են, չեն ասում իրականությունը եւ այդ իրականությունը ես ես ասելու եմ։ Իմ այդ խոստացած լայվը որ անունը ասես ջրել էի Մարգարյան versus Ղազարյան, եթե Ղազարյանը Պետրոս Ղազարյանը չի, Էդգար Ղազարյանն է, եւ դինելու է impeachment-ի մասին, հիմնականում դա ես ծրագրում եմ որ լինի առաջիկա շաբաթ երեկոյան, որ ավելի ազատ ժամ է, բոլորը տանն ազատ ժամ կունենան, ինձ համար ավելի հարմար է այստեղ մեր մոտ շաբաթ առավոտյան է լինելու աշխատանքային օր չի, ավելի հանգիստ ես կարող եմ խոսալ։ Եվ այդ զրույցի ընթացքում ես իրական թեմատիկ զրույց կունենամ impeachment-ի մասին, ներկայացնելով դրա հնարավորությունները եւ սպառնալիքները եւ դրանից հետո դուք կարող եք դատել, որ ով է իսկապես այս հարցում ճիշտ ասում, ով է ճիշտ կողմնորոշում ժողովրդին եւ ով է ապա կողմնորոշում։ Ուրեմն առաջիկա շաբաթ օրը սպասեք բարեկամներ իմ լայվին, ձեզ հետ կլինեմ այս լայվի ընթացքում, որ խոստացել եմ ձեզ։ Լավ մնացեք, մինչև շաբաթ օրը։ Շնորհակալ եմ։